Ընդդիմությանը չհաջողվեց միասնական ճակատ ձևավորել։ Կար հիմնավոր պատճառ։ Որոշ չարլեզուներ ասում են, թե կարողացան միասնական ճակատ ձևավորել, ոչ միասնական ցուցակ, այլ միասնական ճակատ։ Միասնական ճակատ։ Դե միասնական ճակատ ես կարծում եմ, որ հենց ճիշտ թիրախավորման ու դիրքավորման դեպքում հենց ընդդիմության մեկ թիրախ ունենալը հենց միասնական ճակատն է։ Միասնական ճակատ կարծում եմ չի նշանակում մի ցուցակով, մանավանդ հայկական իրականության պայմաններում դա գրեթե անընկալելի եւ անընդունելի է։ Այսինքն այդ միասնությունը ենթադրելի է ընտրություններից հետո։ Ես չեմ կարծում, թե այդ միասնությունը ընտրություններից առաջ կամ հետո, այսօր էլ եթե մենք նայենք ընդհանուր դաշտում, ովքեր որ դիրքավորվել են, ովքեր որ չեն սպասարկում իշխանության լատենտ շահերը նաեւ մյուս բոլոր ուժերը կարծում եմ գտնում են նույն ճակատում, իսկ թե հետո ինչ կոնֆիգուրացիաներ կստացվի խորհրդարանում, դա պարլամենտարիզմով ապրող երկրի համար բնական պրոցեսներ են, որոնց մասին այժմ ես կարծում եմ ժողովրդի ձայնը առանց հաշվի առնելու չի էլ կարելի նույնիսկ դրա մասին խոսել։ Կարող են բացառել այս կամ այն ուժերի հետ համագործակցությունը, բայց միավորվելու, չմիավորվելու մասին հապշտապ, ժամանակավրեպ հայտարարություններ կարծում եմ այս պահին տեղին չեն։ Միավորվելը չի բացառվում։ Ոչ թե միավորվելը, պարլամենտարիզմը հենց միավորվելու մասին է։ Պարլամենտարիզմի սկզբունքը բացարձակ կներեք չեմպիոնության մասին չի, պարլամենտարիզմի սկզբունքը հենց դրա մասին է։ Ես ակնարկում եմ նաև նպատակն է դա։ Չէ, այդ եմ ասում, էլի պարլամենտարիզմը դրա մասին է, այսինքն ուժերի համագործակցությունը նպատակը հենց դա է, առանձին մասնակցելու նպատակը։ Բնականաբար, ոչ թե հենց դա է, ամեն ուժ ինքն է որոշում, թե իր նպատակը որն է, բոլոր ուժերը մասնակցող, ովքեր որ էլ եմ ասում, չեն գտնվում իշխանությունների, այսպես ասած, դրածոյի իշխանությունների ինչ որ նենց կարևոր ձևի սատարողների շրջանում բոլորի նպատակը նույնն է անցնել խորհրդարան, հաղթել ընտրություններում, ձևավորել միանձնյա իշխանություն, բայց եթե այդ բացառենք միանձնյա իշխանություն ձևավորելու, բնականաբար այնտեղ արդեն առողջ բանականությունը եւ քաղաքացիների տված քվեն ու դրանց նաեւ քանակն ու որակը արդեն կորոշեն հետագա համագործակցությունը։ Ով է ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածու։ Ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Որը ցուցակումներ վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այս պահին բնականաբար վարչապետի թեկնածուն են կարող լինել մարդիկ, ովքեր որ այս պահին ցուցակում ընդգրկված չեն, դա падգամավորության թեկնածության հետ ենք մենք շփոթում, երբ որ ժամանակը կգա վարչապետ առաջադրելու կամ մեր կողմից Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված մոդելի կիրառման ժամանակ, այն ժամանակ արդեն փոփոխությունների դեպքում Սամվել Կարապետյանը կլինի վարչապետի թեկնածու։ Ինչ մոդելի մասին է խոսքը։ Ինչ փոփոխություն։ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու 149-202 հոդվածների մասին եմ ասում։ Մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Հասկանալի է։ Դա ընտրությունների արդյունքներից է կախված։ Այո, բնականաբար ընտրությունների արդյունքներից։ Իսկ եթե ոչ, դուք լինելու եք խմբակցություն ազգային ժողովում։ Գիտեք, մենք մեր ստրատեգիան ու տակտիկան մշակելիս հենվել ենք այն մտքի ու գաղափարի վրա ու նաև սոցհարցումների ժողովրդի մոտ եղած արձագանքների, նաև մեր շփումների տվյալները մեզ տալիս են այն համոզմունքը, որ մենք կարող ենք ընտրությունները միայնակ հաղթել եւ ձևավորել իշխանություն։ Հետեւաբար մենք չենք մտածել խմբակցություն ունենալու, օպոզիցիա աշխատելու մասին, այնպես որ այս պահին այսքանով սահմանափակվենք, ինչքանով որ մեր պատկերացումները հիմնված են հաղթելու վրա։ Այստեղ հարցել կա, ես չգիտեմ, դա ընդդիմության լայն շրջանակը քննարկել է թե ոչ, կապված ըստ խորհրդարան անցած ուժերի տոկոսային հարաբերակցությունից բարձր, հետո գալիս են ավելի թույլերը, վարչապետի թեկնածուն խոշորն է ընտրում։ Ես ինչքանով որ տեղյակ եմ ու ընդհանրապես հրապարակայնորեն կարծեմ գոնե թե մեկ խորհրդարանական եւ Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է հայտարարություն, որ իրենք վարչապետի թեկնածու որպես ընդունելու են առավելագույն ձայներ ընդդիմության կողմից հավաքած ուժի վարչապետի թեկնածուին։ Դա կլինի ուժեղ Հայաստանը, թե Հայաստան դաշինքը։ Այդ իրենք են հայտարարել, մենք նման հայտարարություն չունենք, մեր հայտարարությունը հետևյալն ու միակն է, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։
Կա էական տարբերություն, ինչ է ուզում ուժեղ Հայաստանը արտաքին քաղաքական սեգմենտում Հայաստանի, ինչ է անում հիմա գործող իշխանությունը։ Սամվել Կարապետյանի ուղերձում հստակ թիրախավորված եւ նախանշված էին, որ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ Հայաստանը պիտի ունենա բալանսավորված ճիշտ քաղաքականություն, բնականաբար առաջնահերթությունները տալով ռազմավարական գործընկերությանը, գործընկերային հարաբերություններին, որոնք առաջիկայում ավելի կնշմարվեն ու կայուն կդառնան, իսկ թե ինչ է անում գործող իշխանությունը, ինչպես 18 թվականին, այնպես էլ հիմա չունի ոչ մի կարմիր գիծ, թե բարոյականության, թե քաղաքականության, թե իզմերի մասով, հետեւաբար ես չեմ կարող ասել ինչ է անում, մի օր արևմուտքի հետ են ինչ որ սիրախաղերի մեջ, այս վերջերս ավելի ինչ որ խորը, բայց ոչ առարկայական։ Դա դուրը չի գալիս։ Չէ, ոչ թե իմ դուրը չի գալիս, իմ դուրը գալիս է այն, ինչը որ չի խաթարի հայկական շահը, հայաստանյան շահը, իսկ ինչը որ օգուտ կբերի Հայաստանին, բնականաբար իմ դուրը գալ չգալը դրա հետ որևէ առնչություն չունի։ Հայաստանի հարաբերությունը Եվրամիության երկրների հետ շահեր չի կարող։ Ես Հայաստանի հարաբերություն Եվրամիության երկրների հետ առարկայական որևէ բացի դեկլարատիվ հարաբերությունների չեմ տեսել, այնպես որ թույլ տվեք դրա մասին ես կարծիք չհայտնեմ, որովհետև ես ինքս պրագմատիկ ու նաև ռեալիստ եմ մի քիչ քաղաքականության մեջ, ես այդ սիլիբիլիներին չեմ հավատում այնքանով, ինչքանով որ դրանք դեռևս չունեն առարկայական արտացոլանք։ Ինչ է կարծում, Ռուսաստանի համար միևնույնն է ով կհաղթի հայկական ընտրություններում։ Բնականաբար կարծում եմ միևնույնն է չէ, չնայած այն հանգամանքի, որ Ռուսաստանը ամեն դեպքում գործող իշխանությունների նկատմամբ ես չեմ տեսել, որ առավելապես կոշտ ինչ որ քաղաքականություն վարի, կարծում եմ որոշակի բարի նույնիսկ այս իշխանությունները իրենց ձեռ են տվել ժողովրդի լեզվով ասած 21 թվին էլ տեսանք որոշակի մեսիջներ 18 թվի 21 թվականին Ռուսաստանը որոշեց հայկական։ Չէ, ոչ թե որոշեց, ուղղակի կարծում եմ դեմ չգնաց որևէ կերպ ու կարծիք էլ չարտահայտեց, ընդհակառակը նույնիսկ եղան ռուս խորհրդարանականների այստեղ այցելություն, որը դիտվեց որպես սատարում նաև։ Իսկ հիմա դա կարող է տեղի չունենալ։ Ես չեմ այն ինչ Այսինքն Ռուսաստանը կարող է ավելի կոշտ այն ինչ հրապարակային չէ, այսինքն փակ դռների հետևում է, որովհետև ես դրա մասին բնականաբար կարող եմ միայն գուշակել։ Ես կարծում եմ, որ ինչքանով որ այս պահին երևում է, որ ռուս-հայկական հարաբերությունները ամենաբարվոք վիճակում չեն, կապված Եվրամիության հետ հարաբերությունների, կապված Եվրասիական միության, տնտեսական միության, մաքսային միության հետ հարաբերությունների հետ, կարծում եմ այդքանով իսկ կա որոշակի սրություն, բայց նաև մենք տեսել ենք հակառակ պրոցեսները, երբ որ որոշակի պահի այս իշխանության ղեկավարը հենց տեսել է, որ կարող է ինչ-որ չար կատակի զոհինք դառնալ, շատ խելոք ռուսական այդ պիլոտկեն դրած գնացել է Ռուսաստանի դաշնություն, այնպես որ ես ոչինչ չեմ բացառում, հետեւաբար դրա վերաբերյալ գուշակություններ չանեմ։ Ամեն դեպքում կարծում եմ, որ միևնույնն է չէ Ռուսաստանի համար, այստեղով կհաղթի։ Միևնույնը չէ, որովհետև նախորդ տարիների կառավարումից դժգոհ է եղել Հայաստանը։ Ես էլ եմ ասում անձնական կամ այլ պետությունների ղեկավարության կամ ղեկավարների դիրքորոշումները ես չեմ կարող ասել, որովհետև ես դրա ինֆորմացիան չունեմ։ Իսկ ինչի մասին ինֆորմացիա չունեմ, կարող ենք գուշակել, կարծում եմ, որ որոշակի անհարթություններ կան, դրանց սրության աստիճանը ես չեմ պատկերացնում այս պահին։ Լուկաշենկոյի ռուսաստանցի որոշ քարոզիչների արտահայտությունները Հայաստանի հասցեին, բարբերաբար որ հնչում են, ենթադրում եմ այս ֆոնին ավելի շատ են հնչում, ձեզ չի վիրավորում։ Ինչը որ Հայաստանի Հանրապետությանը վիրավորող է, բնականաբար ինձ էլ է վիրավորում, անկախ նրանից, թե ով է այդ պահի դրությամբ Հայաստանի կառավարիչը, իսկ արտաքին հարաբերությունների քաղաքականության մեջ վիրավորանքներն ու անձնական հարաբերությունները կարծում եմ առաջնահերթ չեն, բայց այն ինչը որ կխոցի ցանկացած հայ, կխոցի նաև ինձ։ Ավարտեցինք։ Շնորհակալություն։